Մաուգլի Լիալուսնի գիշեր էր, հայր գայլը պատրաստվում էր գնալ որսի, իսկ մայր գայլը իր փոքրիկ ձագուկների հետ մնում է իրենց քարանձավում։ Հանկարծ հայր գայլը լսում է երեխայի լացի ձայն, նա շարժվում է ձայնի ուղղությամբ և թփերի մեջ տեսնում է մի փոքրիկ երեխայի։ Հայր գայլը մտածում է, որ փոքրիկը կարող է դառնալ Շերխանի զոհը և նրան տանում է իր քարանձավը։ Լսելով փոքրիկի ձայնը, որտեղից որտեղ հայտնվում է Շերխանը, նա պահանջում է հայր գայլից, որ իրեն տա փոքրիկին։ Սակայն այդ պահին առաջ է ցատկում մայր գայլը. «Մարդու երեխան իմն է, միայն իմը, նա չի սպանվի, այլ կմեծանա և մի պայծառ օր նա կորսա քեզ, Շերխան»։ Շերխանը կարող էր կռվել հայր գայլի հետ, բայց նա չէր համարձակվի իր ուժերը փորձել մայր գայլի հետ, այդ պատճառով նա ետ է քաշվում և հեռանում։ Գայլերը որոշում են Մաուգլիին ցույց տան ոհմակին։ Ցեղային ժողովի գիշերը Մաուգլիին տանում են խորհրդի ժայռ։ Աքելան, ոհմակի առաջնորդը, ասաց, որ Մաուգլիի օգտին պետք է ձայն տան ոհմակի երկու անդամ։ Այդ ժամանակ առաջ եկավ Բալուն, քնկոտ դարչնագույն արջը, գայլաձագերին ջունգլիների օրենքը սովորեցնողը։ Ես պաշտպան դուրս կգամ մարդու երեխային, ես կզբաղվեմ նրա դաստիարակությամբ։ Ապա հայտնվում է Բաղիրան սև հովազը։ Օ, Աքելա, և դուք ազատ ցեղ, ես կվճարեմ սպանված պարարտ մի ցոլով, եթե մարդու երեխային ոհմակի մեջ ընդունես։ Տար նրան, հայր գայլ, ասաց Աքելան, և դաստիարակիր, ինչպես վայել է ազատ ցեղի զավակին։ Մաուգլին մեծանում էր գայլաձագուկների հետ միասին։ Հայր գայլը սովորեցնում էր իր գործը և ջունգլիներում եղած բոլոր բաների իմաստը։ Բալուն և Բաղիրան սովորեցնում էին նրան մագլցել ծառերը, սնվել մեղրով, ծառերի արմատներով։ Նրանք սովորեցնում էին, որ պետք է օգնության հասնել ջունգլիների բնակիչներին։ Այսպես օրերից մի օր մի փոքրիկ փղիկ ընկնում է մարդկանց կողմից պատրաստված ծուղակը։ Նրա ծնողները ցանկանում էին դուրս անել փղիկին, բայց չէին կարողանում, քանի որ ծուղակը շատ խորն էր։ Այդ ժամանակ Մաուգլին մի հնարք է մտածում։ Նա իջնում է ծուղակի մեջ, ծառերի ճյուղերով փաթաթում է փղիկին, այսպիսով փղերը քաշվում են ճյուղերի ծայրերից և փղիկին անվնաս դուրս են հանում ծուղակից։ Մի օր, երբ Մաուգլին խաղաղ քնած էր Բալուի և Բաղիրայի մեջտեղում, նա հանկարծ իր մարմնի վրա փոքրիկ ձեռքեր է զգում։ Բանդար լոգերը, կապիկները, գողանում են Մաուգլիին և անհետանում ծառերի ճյուղերի մեջ։ Այդ ամենը այնքան արագ է կատարվում, որ Բաղիրան և Բալուն ոչինչ չեն կարողանում անել։ Մաուգլին ծառերի արանքից նկատում է Չիլ Ուրուրին և նրան խնդրում, որ իր տեղը հայտնի Բաղիրային և Բալուին։ Բալուն և Բաղիրան գնում են կայի, քարե օձի մոտ, նրա օգնությունը խնդրելու, քանի որ բանդար լոգերը վախենում էին նրանից։ Երբ կան լսում է, որ կապիկները գողացել են մարդու երեխային, նա անմիջապես համաձայնվում է, քանի որ դա հարմար առիթ էր որս անելու համար։ Բալուն և Բաղիրան սկսում են հարձակվել կապիկների վրա։ Նրանք շրջապատվում են հարյուրավոր կապիկներով։ Շուտով կան սողում է կապիկների բազմության մեջ։ Կային տեսնելուն պես կապիկները աղմուկ աղաղակով փախչում են։ Այդ պահին կան բաց է անում իր շրթունքները և արտասանում մի երկար փշոց։ Բոլոր կապիկները սարսափահար տեղում քարանում են։ Այժմ սկսվում է կայի որսը։ Բաղիրան և Բալուն վերցնում են Մաուգլիին և հեռանում բարի որս ասելով։ Մի օր կապ պատմում է Մաուգլիին, որ ցուրտ քարանձավում բնակվում է սպիտակ կոբրան։ Նա պահպանում է արքայական գանձարանը։
Սպիտակ կոբրան ցանկանում է Մաուգլիին ցույց տալ այդ գանձերը։ Մաուգլին գնում է ցուրտ քարանձավ։ Նա տեսնում է գանձերը, բայց դրանք չեն հետաքրքրում նրան։ Սպիտակ կոբրան ասում է, որ նա, ով տեսել է դրանք, չի կարող կենդանի հեռանալ։ Մաուգլին նետում է իր դանակը սպիտակ կոբրայի վրա, և նրա մարմինը մեխում հատակին։ Նա դանակով բացում է կոբրայի բերանը։ Դանակն ամուր սեղմում ժանիքներին, և կոբրան թափում է թույնը։ Այժմ նա անվնաս է։ Գարնան բացվելուն հետ մեկտեղ ամբողջ ջունգլին լցվում է կենդանիների երգեցողությամբ։ Մաուգլիին ինչ-որ բան անհանգստացնում էր, բայց նա չէր հասկանում դրա պատճառը։ Նա առավոտից երեկո վազվզում էր անտառում, շատ վատ էր քնում։ Նա խորհուրդ է հարցնում իր ընկերներ Բալուից և Բաղիրայից։ Նրանք բացատրում են, որ արդեն ժամանակն է, որ մարդու երեխան վերադառնա մարդկային ոհմակ։ Մաուգլին չի ցանկանում հեռանալ իր ջունգլիների ընտանիքից։ Նա տխուր սկսում է պոծնել անտառում։ Հանկարծ աղբյուրի մոտ նա նկատում է երկու աղջիկների, որոնք ջուր էին լցնում։ Նրանցից մեկը շատ է դուր գալիս Մաուգլիին։ Երբ նա վերադառնում է ջունգլիներ, նա այդ մասին պատմում է Բալուին։ Բալուն բացատրում է, որ նա արդեն պետք է ստեղծի իր ընտանիքը, բայց արդեն մարդկանց մեջ։ Մաուգլին շատ դժվարությամբ հրաժեշտ է տալիս ջունգլիների իր ընտանիքին և վերադառնում է մարդկանց մոտ։ Որոշ ժամանակ անց Մաուգլին ստեղծում է իր ընտանիքը, ապրում է մարդկանց մեջ, բայց նա երբեք չի մոռանում ջունգլիների բնակիչների մասին։